Կանայք թե տղամարդիկ, ովքեր են ավելի լավ ֆինանսական որոշումներ կայացնում։ Մի քիչ որսի նման բան է, որ տենց 10 ներդրումից մի հատը ստացվում է, հետո գլուխ գովալու տեղը։ Հայաստանում էլեկտրոմոբիլ ունենալը դառնում է այլ ավելի շահավետ։ Որ աշխատանքներն է AI-ը արդեն փոխարինել եւ ինչքանով։ Դու ոլորտները որ նշում ես, վստահ եմ, որ մեր երկրում իրանք անգամներով ավելի ցածր են։ Փորձում ենք չափել AI մոդելների ֆինանսական բանականությունը։ Սա այն մինիմալ հաշվարկն է, որ յուրաքանչյուրը պետք է անի միջով նմանատիպ որոշում կայացնել։ Ողջույն, մենք ամեն օր կայացնում ենք ֆինանսական որոշումներ։ Տանը, աշխատավայրում, բիզնեսի մեջ, որոշները նաև պետական կառավարման համակարգում։ Ինչպես բարձրացնել այդ որոշումների արդյունավետությունը։ Մեզ դրա համար պետք է ֆինանսական բանականություն եւ այս ոդկասթով մենք փորձում ենք մի փոքր ավելացնել այդ բանականության չափը։ Սա մեր 22-րդ էպիզոդն է, գնացինք։ Մենք պաշտոնապես մուտք գործեցինք կանանց միամսյակ, որի առիթով իհարկե շնորհավորում ենք բոլոր կանանց եւ աղջիկներին, եւ մի այսպիսի թեմա եմ առանձնացրել՝ կանայք թե տղամարդիկ, ովքեր են ավելի լավ ֆինանսական որոշումներ կայացնում, կամ ում ֆինանսական բանականության մակարդակն է ավելի բարձր։ Այս թեմայով շատ հետազոտություններ կան, բայց ես փորձել եմ այսպես հավաքել, առանձնացնել 5 գլխավոր տարբերություն կանանց եւ տղամարդկանց ֆինանսական որոշումների մեջ։ Ուրեմն, ովքեր են ավելի շատ ռիսկի գնում, ըստ քեզ։ Տղամարդիկ բնականաբար։ Այո, տղամարդիկ ավելի ագրեսիվ, ավելի ռիսկային ներդրումներ են անում։ Եթե այսպես բաժանենք ներդրումները, կան ռիսկային ներդրումներ, կան միջին ռիսկայնության ու ցածր ռիսկայնության, ուրեմն տղամարդիկ հիմնականում հենց են վերևի բարձր ռիսկային գոտում են առևտուր անում, 48% տղամարդկանց հենց բարձր ռիսկային ներդրումներ է անում, այսինքն այն ներդրումներն են, որտեղ քիչ բան է երաշխավորած, օրինակ պարտատոմսերի դեպքում դու գիտես, որ արեցիր այս ներդրումը որոշակի ժամանակ անց, եթե այդ ընկերությունը չսնանկանա, դու այդ եկամուտը հետ կստանաս, ինչ որ չափով երաշխավորված է, կամ ավելի դիվերսիֆիկացված ներդրումների դեպքում դու գիտես, որ մեծ գումար չես կորցնի, հնարավոր է քիչ վաստակես, բայց նաև շատ չես կորցնի, բայց տղամարդիկ սիրում են ագրեսիվ առևտուր, իսկ օրինակ նույն այդ բարձր ռիսկային ներդրումների գնում է կանանց միայն 33%-ը։ Կանայք ավելի շատ նախընտրում են միջին ռիսկայնության ներդրումներ, նրանց 55%-ը հենց այդ միջին ռիսկայնության գոտում է ներդրումներ կատարում, իսկ տղամարդկանց ընդամենը 41%-ը։ Ինչքանով է այս ամեն ինչի վրա ազդում էմոցիոնալ գործոնը, ինչի մեջ շատ հաճախ մեղադրում են կանանց, ուրեմն բարձվում է կանանց մոտ ոնց է, իրենք ավելի զգայուն են գումար կորցնելու նկատմամբ, այսինքն պոտենցիալ կորուստը ավելի ծանր են տանում, ու դա է նաև պատճառներից մեկը, որ իրենք շատ ռիսկային ներդրումներ չեն անում, եւ կանայք հիմնականում ներդրումները դիտարկում են որպես իրենց նպատակին հասնելու միջոց։ Իսկ տղամարդիկ սիրում են ռիսկ եւ հաճախ այդ ներդրումները կատարում են հենց սուր զգացողությունների համար, արժեթղթերի շուկան կամ այլ ներդրումների տեղերը, հնարավորությունները դիտարկում են որպես այսպես խաղալու ազարտի տեղ է։ Ինքը մի քիչ որսի նման բան է, որ տենց 10 ներդրումից մի հատը ստացվում է, հետո գլուխ գովալու տեղը չէ, որ ասենք ներդրեցի $1, գնեցի 10-ով վաճառեցի, այդ գլուխ գովալու էլեմենտն է երևի թե կա։ Հա։ Ու շատ հետաքրքիր մի հատ դեպք է եղել Թայվանում, երբ որ ներդրել են պետական վիճակախաղ, այդ շատ տարիներ առաջ, հա։ Դրանից հետո բորսայական առևտուրը արժեթղթերի 25%-ով նվազել է, ու ինչի, որովհետև մարդիկ ոնց որ ավելի հարմար, ավելի այդ իրենց էմոցիաները սպասարկող ավելի հարմար միջոց են գտել, քան թե արժեթղթերում ներդրումներ անելը։ Կորպորատիվ որոշումներում ինչպես են տարբերվում կանանց եւ տղամարդկանց որոշումները։ Էլի բազմաթիվ ընկերություններ են հետազոտել եւ ինչ է պարզվել, որ ղեկավար պաշտոններում կանայք, կին ղեկավարները, ղեկավար կամ ֆինանսական ղեկավար, հա, իրենք ավելի հազվադեպ են կայացնում
ընկերությունը պարտքերի տանող որոշումներ։ Մինչդեռ տղամարդ ղեկավարները շատ հաճախ այդ նույն գերվստահության պատճառով կայացնում են չկշռադատված որոշումներ, որը որ հետո լավ բաների չի հանգեցնում։ Իսկ ամեն դեպքում հաջողությանով ավելի շատ հասցնում ընկերություններին։ Չգիտեմ։ Հետաքրքիր հարց է։ Ու նաև վերջին գործոնը, որտեղ էլի այսպես մի փոքր կարծատիպեր կա կանանց նկատմամբ, այդ շոփինգն է, ինչպես են կայացնում ուրեմն գնումների վերաբերյալ որոշումները։ Ու այստեղ իրականում երկուսն էլ կայացնում են իմպուլսիվ որոշումներ, ուղղակի տարբերությունը այն է, որ օրինակ կանայք ավելի շատ գումար են ծախսում առողջապահության, մթերքների, հագուստի, բարեկեցության ապահովության վրա, իսկ տղամարդիկ իրենց գումարը գերադասում են ծախսել տեխնոլոգիաների, ավտոմեքենաների, ժամանցի վրա, դրանով է առաջին հերթին տարբերվում ու տղամարդիկ սիրում են գնալ, առնել ու մոռանալ։ Իսկ կանայք երկար այսպես ընտրում են, այս կողմ, այն կողմ, հետո գնում են, հետո տանում հետ են տալիս, մեկ ուրիշն են վերցնում։ Այո, ու իրենք մի կողմից դա նաև իրենց համար ժամանց է, ու մյուս կողմից, երբ որ իրենք կարողանում են այսպես հարմար գնում կատարել, այդ իրանց համար հպարտության առիթ է, դրանից լավ են զգում, դա համարում են ինչ-որ փոքրիկ նվաճում, ու նաև այդ նույն գնումները, թե կանայք ինչ են գնում, տղամարդիկ ինչ են գնում, տղամարդկանց մոտ այդ գնումները, իմպուլսիվ գնումները շատ հաճախ պայմանավորված է իրենց կարգավիճակը ներկայացնելու դրդմամբ, այսինքն իրենք ուզում են ինչ-որ ստատուսնի բաներ, որ ցույց կտա իրենց կարգավիճակը։ Հիմա քո կարծիքով ով են առաջիկայում ավելի հարուստ լինելու, ովքեր, տղամարդիկ թե կանայք։ Հաշվի առնելով ստատիստիկան, որ կանանց պորտֆելը ավելի արագ է աճում, կարելի ասել, որ կանայք ունեն պոտենցիալ, բայց մյուս կողմից մենք լավ գիտենք, որ ռիսկային ներդրումները նաև ենթադրում ավելի մեծ շահույթ, ու սովորաբար ռիսկային ներդրումները իրանք ավելի երկարաժամկետում են իրանց էֆեկտը ցույց տալիս, հետևաբար շատ դժվար է ասել, ժամանակը ցույց կտա։ Ընդ որում մենք մի քիչ շատ հավաքական ենք ասում, հա, կանայք ու տղամարդիկ, բնականաբար դա տարբեր երկրներում, տարբեր կուլտուրաներում ունի իր լրիվ ուրիշ պատկերը, ու վստահ եմ, որ Հայաստանում օրինակ պատկերը կարա էականորեն տարբերվի այն միջազգային պատկերից, ինչ որ մենք հիմա ունենք։ Այնուամենայնիվ ես վստահ կարող ասեմ, որ Հայաստանում ծախսերի տեսակետից սովորաբար կանայք ավելի ֆինանսապես գրագետ են, ավելի լավ են տնօրինում դրամական միջոցները, քան տղամարդիկ։ Դրա մասին էլ report կար, Ameria Management Group-ն էր իրականացրել ընդհանուր ձեռներեցության report-ը եւ ինչ էին առանձնացրել, որ կանայք բիզնեսում հաշվի առնելով նաև քո նշած այսպես տնտեսություն վարելու հմտությունները ամենօրյա ծախսերի կառավարման, իրենք կարող են ավելի հաջողակ լինել։ Ու վստահ եմ, որ Հայաստանում տղամարդկանց էմոցիոնալ կամ իրավիճակից կամ հանգամանքներից ելնելով որոշակի ծախսերը շատ են, ու սովորաբար դրանց մեջ էֆեկտիվությունը գրեթե 0 է լինում։ Հնարավոր է, եւ ինչ է ցույց տալիս, ովքեր են առաջիկայում ավելի մեծ ֆինանսներ տնօրինելու, այս պահին ԱՄՆ-ում եւ Եվրամիությունում իրար հետ բոլոր ֆինանսական ակտիվների 1/3-ը կանանց ձեռքում է իրենց կառավարման ներքո, բայց ասվում է, որ մինչև 2030 թվականը այդ 34%-ը կարող է հասնել 40-ից 45%-ի, ուրեմն կանանց ձեռքի տակ եղած ակտիվները ավելի արագ են աճում, քան ընդհանուր ակտիվների ծավալը, հա։ Համամասնությունը աստիճանաբար իօքոտ կանանց է փոխվում։ Այո, եւ դրա համար կա երկու պատճառ։ Մեկը այն, որ իրենք իրոք կարողանում են լավ կառավարման միջոցով այդ ակտիվները մեծացնել, եւ երկրորդը այն է, որ քանի որ կանանց կյանքի միջին տևողությունը 5-ից 6 տարի ավելի բարձր է, քան տղամարդկանցը, այդ գումարի ուղիղ կեսը իրենք ստանալու են որպես ժառանգություն։ Ու այդ process-ն էլ գնալով ավելի սրվում է։ Այնպես որ ապագան կարծես թե կանանցն է։ Շնորհավոր մարտի 8։ Հայաստանում էլեկտրոմոբիլ ունենալը դառնում է այլ ավելի շահավետ։
Վերջերս տեղի ունեցել փոփոխություններ, համաձայն որի էլեկտրոմոբիլների գույքարկի հաշվարկի հատուկ կարգը սահմանվել ու էականորեն նվազել է էլեկտրոմոբիլների համար գույքարկը։ Ուրեմն խնդրեմը ինչու՞մ էր կայանում, էլեկտրոմոբիլներում կա այդ առավելագույն պիկային ինչ-որ հզորություն, որը ցեղպասպորտներում հաշվառման վկայականը արձանագրվում է։ Ու գույքարկը հաշվարկվում էր այդ թվից։ Ու չգիտեմ, օրինակ շատ էլեկտրոմոբիլներ կա, որ 400, 500, 600 ձիաուժ են իրանց ոնց որ տեխնիկական բնութագրով գալիս, ինչով նշանակում է նախ մեքենան թարմ, այսինքն գույքարկի 100%-ն են վճարում եւ երկրորդը ինչքան ձիաուժը շատ է, այդքան գույքարկը էականորեն շատ է մեծանում։ Բայց այդ շատ հաճախ նաև զուտ այսպես մարքեթինգային թվեր է, չէ՞, օրինակ հնարավորինս բարձր են գրում, բայց այդ արագությամբ դու կարող ես ինչ-որ մի պահի ոչ թե արագության, այլ այդ հզորությանը, ինչ-որ մի պահի կարող է ինքը հնարավոր լինի հասնել, բայց ինքը մշտական ոնց որ այդ չի ենթադրում։ Հետո ինչ եղավ հետևյալը, որ Հայաստանում ստեղծվեցին ընկերություններ, որոնք չափում էին անում ու տալիս էին տեղեկանք, որ պայմանական է, քո մեքենայի ձիաուժը ոչ թե 400 է, այլ օրինակ 250 է։ Եվ դու կարող ես գնալ դիմեր համապատասխան մարմին վերագրանցեր ավտոմեքենան ու ավելի ցածր ձիաուժով աներ, հետո քանի որ խնդրեմը շատ հայտնի էր ու այդ փորձագիտական աշխատանքն է թանկ, եթե չեմ սխալվում մոտավորապես 250,000 պլյուս մինուս է, տենց արժեք ուներ, օբյեկտիվ պահանջ առաջացավ, որ քանի որ բոլորս գիտենք, որ պայմանական X մեքենայի ձիաուժը ոչ թե 400 այլ 250 է, ինչի պետքա բոլորը տանեն այդ 250,000 դրամը վճարեն, որ այդ տեղեկանքը բերեն։ Ու ընդունվեց որոշում, որ էլեկտրոմոբիլների համար կհաշվարկվի այլ լոգիկայով։ Հիմա ինչա փոխվում։ Նախ այդ փոփոխությունը գործելու է 2021 թվականի հունվարի 1-ից, այսինքն 26 թվականի համար արդեն նոր լոգիկայով են գույքարկը վճարելու։ Ինչ է իրանից ենթադրում։ Եթե քո մեքենան միջով 250 ձիաուժ է, քո 250 ձիաուժը բաժանվում է 1.5-ի ու ինչ թիվով ստանում ենք, այդքան ձիաուժի լոգիկայով է քո հարկը վճարվում։ Եթե օրինակի համար 400 կամ 500 է, առաջ 250-ը բաժանվում է 1.5-ի, դրան հաջորդողը բաժանվում է 2.5-ի։ Հիմա թվով բերեմ օրինակ, որ պատկերացնես 2025 թվականի 500 ձիաուժով էլեկտրոմոբիլի համար նախկին լոգիկայով պետք է վճարվեր 600,000 դրամ գույքարկ, հիմա նոր տրամաբանությամբ կվճարվի 250,000 դրամ, այսինքն փոփոխությունը շատ էական է։ Մի խոսքով բավականին լուրջ տարբերություն է, իսկ ինչպես կարող ենք համեմատել մյուս մեքենաների հետ, հա, ոչ էլեկտրական, ինքը նույն մակարդակի է գալիս, թե։ Նայ, հենց երբ որ բերում եմ օրինակ նույն 500 ձիաուժ ունեցող բենզինայինը, ու առաջ նաև էլեկտրոմոբիլինը, ոնց որ 600,000 դրամ կլիներ։ Հիմա էլեկտրոմոբիլինը, քանի որ բաժանում ենք 1.5-ի, 2.5-ի, կոպիտ ասած, ինքը 600,000 դրամը դարձնում է 250,000 դրամ, այսինքն այդքանով նվազեցնում է, ինչքան ձիաուժը մեծանում, այդքան տարբերությունը ավելի մեծ է դառնում։ Բայց այդ արդար է։ Այսինքն սա էլի խրախուսում է էլեկտրոմոբիլներ ունենալը, թե սա ուղղակի նախկինում արդար հաշվարկ չէր, հիմա ավելի արդար է։ Հա, ինքը ինձ թվում է որոշակի համեմատականներ է տարվել, այսինքն օրինակի համար երբ որ գրվել է 400 ձիաուժ, փաստացի նայել եմ, որ ենթադրենք 250 է, ինչ որ տենց համեմատականներ են արել։ Այսինքն մի կողմից զերծ է մնում այդ մարքեթինգային մեծ գրած թվերից եւ մյուս կողմից որոշակի ավելի հավասար պայմաններ են դնում։ Հետևաբար հիմա որ ասենք դա արտոնություն է թե արդարության վերականգնում, ինձ թվում է երկուսի միքսը միասին։ Հիմա փաստորեն, եթե այսպես կարճ թվարկենք, ինչ արտոնություններ ունեն, ինչ առավելություններ ունեն էլեկտրական մեքենաները։ Ներմուծման ժամանակ չի վճարվում մաքսատուրքը, եթե քվոտայի մեջ ենք տեղավորվում, ԱՀ չի գանձվում, կարմիր գծերի համար 160,000 դրամները չի վճարվում եւ հիմա արտոնյալ կարգ ունենք նաեւ գույքարկի հաշվարկի համար։ Գույքարկի հաշվարկը ընդհանրապես շատ խոճոճ է, կախված ձիաուժերի քանակից, կա յուրաքանչյուր ձիաուժի համար 200 դրամ, 300 դրամ, 500 դրամ ու մեկ էլ 150-ը գերազանցող յուրաքանչյուր ձիաուժի համար լրացուցիչ 1000 դրամ։ Որպեսզի հիմա շատ բարդ չասենք, մենք պատրաստել ենք հաշվիչ, որտեղ ընդհանրապես պետք է գրել մեքենայի ձիաուժը եւ արտադրության տարեթիվը եւ մեր հաշվիչը մի վայրկյանի ընթացքում կհաշվի, երեք չի, մի հատ մանրամասն կգրի քայլ առ քայլ, թե կոնկրետ ձեր դեպքը որ դրույքաչափերով է հաշվարկվում եւ ոնց է տեղի ունենում այդ հաշվարկը։ Ընդ որում մի հատ կարևոր բան է կա, որ մեքենայի արտադրության 4-րդ տարվանից սկսված գույքարկը ամեն տարի 10%-ից ճնում է, միջով կես անկնում կամ 50%։ Պայմանական, եթե մեքենան նոր է ու իր առավելագույն գույքարկը 250,000 դրամ է,
4-րդ տարվանից սկսած 10%-ով ամեն տարի նվազում է, մինչև հասնի 125,000 դրամի։ Այդ ամեն ինչը հաշվարկված է ու հաշվի առնված մեր հաշվիչում, որի հղումը կդնենք նկարագրություն բաժնում եւ կամայական մեկը կարող է իր դեպքը հաշվի տեսնի, թե ինչ արտոնություն է ստանում։ Ընդ որում, որպեսզի համեմատեք, կարաք ինչ անեք, մի հատ սովորական մեքենայի դրույքաչափով հաշվեք, որը կլներ ձեր գործող դրույքաչափը, հետո ընտրեք էլեկտրոմոբիլ ու կստանաք նոր թիվը, տարբերությունը կլինի հենց այս փոփոխության արդյունքում ձեր խնայողությունը։ Որ աշխատանքներն է AI-ը արդեն փոխարինել եւ իշքանով։ Ուրեմն անթրոպիկը գնահատել է, թե AI-ի այսօրվա կարողությունները տեսականորեն իշքանով է թույլ տալիս փոխարինել մարդու աշխատանքը տարբեր մասնագիտական ոլորտներում ու ըստ ոլորտների հիմա հասկանանք որտեղ ինչ վիճակ է, տեղեր կա արդեն ինքը հասնում է գրեթե 100%-ի։ Ուրեմն գլխավորը իհարկե ծրագրավորումն է, որտեղ արդեն անթրոպիկի գնահատմամբ 74.5% փակել է այդ ուղղությունը, այնուհետև գալիս է հաճախորդների սպասարկման ոլորտը 70.1%, տվյալների մուտքագրման գործառույթը 67%, սա այսպես առանձին գործ էր, որ հենց AI-ը կարողանում է անել։ Եթե գնանք ոլորտներով, որ ոլորտներում է AI-ը հնարավորինս փակել աշխատանքի ծավալը, առաջատարներն են համակարգիչներ եւ մաթեմատիկա, համակարգչային գիտություններ եւ մաթեմատիկա, բիզնես եւ ֆինանսներ ու մենեջմենտ, ստեղ մաքսիմալ ցուցանիշները ունի, բարձր են ցուցանիշները նաեւ իրավաբանության մեջ, արտ եւ մեդիա, այսինքն արվեստ եւ մեդիա, ճարտարապետություն եւ ինժինիրինգ, այստեղ էլ շատ բարձր ցուցանիշ ունի, օֆիսային աշխատանք եւ վարչական գործառույթներ, այստեղ էլ շատ բարձր տոկոս ունի, sales, վաճառքներ եւ նաեւ սոցիալական գիտություններ, այս բոլոր տեղերում AI-ը արդեն կեսից ավել ներգրավվածություն ունի։ Ուրեմն որ ոլորտներում է, որ դեռ շատ թույլ է AI-ը։ Այն ոլորտներում, որտեղ պահանջվում է ֆիզիկական աշխատանք։ Օրինակ շինարարություն, չգիտեմ, մաքրություն, շինարարություն, արտադրություն, տրանսպորտ, այո, մաքրություն։ Մի բան ասեմ, էլի, օրինակ տրանսպորտը ինձ թվում է, որ շատ շուտով ու ամենահեշտն ու 100%-ով կկարողանա փոխարինել AI-ը։ Հատկապես տրանսպորտի կառավարման գործառույթն է փոխարինելու, բայց AI-ը ինքը իրենով չի կարող, ինչ-որ ֆիզիկական տրանսպորտ արտադրել։ Հիմա տեղը գալիս է մյուսը, որ եթե ռոբոտներն են լինում, ասկի AI-ով, ոնց որ տեղ շատ մեծ ավելի պոտենցիալ կան, քան մնացած ոլորտները, մնացած տոկոսները փակել է, այդ իմ կարծիքն եմ էլի ասում, օրինակ հենց վարորդի մասնագիտությունը ինձ թվում է այն եզակի մասնագիտություններից է, որը տենց full վերանալու սպառնալիքի տակ է, նույնն է բանվորական աշխատանքը, որտեղ եթե ռոբոտներ եղան, որոնք որ ունեցան մի քիչ նաև բանականություն, ուտեղ առանձնակի շատ մեծ բանականություն պետք չէ, որտեղ process-ները ըստ էության ռոբոտներին նկարագրում են, ու մնում է մի քիչ էլ fine, որ ունենա տարբեր բաներ հասկանալ, ուտեղ էլ այլ շատ մեծ պոտենցիալ, ու եթե դրանք բան եղան, տեղ ներգրավեցին, նոր տենց 100-ին մոտը շատ ավելի հեշտ է հասնել, քան օրինակ, չգիտեմ, ծրագրավորման կամ ֆինանսների ոլորտում այդ 70%-ից հասնել ենթադրենք 90-ի։ Ու նաև մի քանի միտումներ է առանձնացրել անթրոպիկը, թե առաջիկայում ինչ կարող է փոխվել ու ընդհանրապես հիմա պատկերը ինչպիսին է։ Նախ AI-ը ամենամեծ թռիչքը ապահովում է junior եւ middle մասնագետների համար, որովհետեւ այդ փորձառության բացը կարողանում է լրացնել, այսինքն այն ներքևի մակարդակը վերև է հանում, ու դա հենց junior-ների ու middle մասնագետների համար շատ լավ հնարավորություն է այդ տարիների տարբերությունը շատ արագ լրացնելու։ Հետո մի փոքր հանգստացնող այսպես կանխատեսում, AI-ը ոչ թե աշխատատեղ է փոխարինում, այլ առաջադրանքներ է փոխարինում, այսինքն գործերի որոշակի մաս կա, որ ինքը կարող է մարդու փոխարեն անել, բայց բուն այդ ամբողջ աշխատատեղը, ինքը չի կարողանում փոխարինել եւ մարդու գործը այս դեպքում ավելի շատ կոնկրետ հենց այդ
ամբողջությունը ապահովելն է ու դրա մեջ AI-ը օգտագործնելն է, էլի։ Մեկ է մի բան ասեմ, օրինակ տեսը դու ոլորտները որ նշում ես, վստահ եմ որ մեր երկրում իրանք անգամներով ավելի ցածր են։ Դա ոլորտը մի քիչ դժվարանում եմ ասեմ, բայց վստահ եմ որ ֆինանսաբանկայինում դա ակնհայտորեն ավելի քիչ է ներգրավվածությունը եւ մնացած ոլորտներում էլ օրինակ ինձ թվում է քիչ է ու հիշեցի որ հետազոտություններից մեկում չէ բան կար որ մեր տարածաշրջանում Հայաստանը ամենակիչն է օգտագործում AI տեխնոլոգիաներ, ինչը իրականում տենց միջև հավատաս չի գալիս։ Չէ, ես էլ չեմ հավատում։ Օրինակ Վրաստանում կամ Ադրբեջանում կամ Թուրքիայում տենց տոկոսային առումով կլինի, հատկապես որ Հայաստանում կա լուրջ շարժում, որը նպաստում է հենց AI տեխնոլոգիաների օգտագործման կրթական ինչ-որ պրոցեսներ են գնում ու հաշվի առնելով նաև այն որ առնվազն մեծ մասը զուտ որպես թարգմանիչ է օգտագործում է այդ առումով մի քիչ այդ տվյալներին չեմ հավատում, բայց այնուամենայնիվ այն ինչ որ մենք տեսնում ենք մեր բիզնեսները դեռ շատ դժվարությամբ են կլանում ու յուրացնում տեխնոլոգիան, նաև որոշակի թերահավատորեն են մոտենում, հատկապես ոչ տեխնոլոգիական ոլորտները բոլորը հասկանում են որ պետք է անեն եւ այլն, բայց դեռ ինչ որ զգուշավոր են կամ դեռ չկա ինչ որ այդ մասնագետները, որոնք կօգնեն իրանց արագ յուրացնեն ու համոզվեն որ դրանք ունեն էֆեկտիվություն։ Մի հատ դրան գումարած մի հատ խնդիր կա AI-ում, որը նույնպես այս ռիպորտում նշվում է ու այդ կոչվում է վերջին մղոնի խնդիր։ Խնդիրն այն է, որ գրեթե այդ բոլոր գործառույթներում AI-ը ամբողջ աշխատանքը մինչև վերջ չի կարողանում կատարել վերջնական արդյունք ստանալ։ Այսինքն ինքը մի 80%-ը անում է շատ լավ ու արագ, բայց դու մինչև վերջ համոզված ես, որ ինքը ամբողջը կանի ու այդտեղ արդեն պետք է մասնագիտական գիտելիք ջանք, որպեսզի դու տեսնես ինքը ճիշտ է արել, սա արդեն վերջնական արդյունք է կարելի է օգտագործել, թե չէ։ Հենց այդ էլ նաև գլխավոր խնդիրներից մեկն է, որ այսօր AI-ը չի կարողանում լուծել։ Այն օրը մեր թիմակիցներից մեկը բան ենք քննարկում, ուզում ենք մի հատ անիմացիոն վիդեո պատրաստենք, բացատրողական, ու տենց ֆիդբեքը էր, որ միջև 90%-ը կպատրաստենք 2 ժամում, այդ 90-ից 100 դարձնել կարող է եւս 20 ժամ պահանջվի, որպեսզի անել, այդ կա։ Մեկ է մի բան կա, ընդհանուր կարծիք կա, որ թեպետ բոլորը ասում են, որ AI-ը օգնում է կրճատել ծախսերը եւ այլն, բայց միևնույն ժամանակ ասում եմ ոչ մի հայտնի բիզնես չկա, որ ներդնելով AI ինքը դառել է ավելի շահութաբեր, ավելի տենց ոնց որ ծախսերի տեսակից էֆեկտիվ եւ բուն մեծ մոդելներ մշակողները եւ նաեւ ոնց որ ագենտներ օգտագործողները դա էլ է հետաքրքիր անկեղծ չեմ կարած այդ ինֆորմացիան ստուգեմ, բայց այդ պնդումը առնվազն ինձ թվում է իրավունք ունի գոյություններ, որ եթե նույնիսկ ոչ մեկը չկա, մեծ մասը իրանք իրականում դեռ որ ներդնելուց է ավելի շատ ծախս են անում, քան խնայողություն են անում։ Հա, գումարած դրան, քանի որ սա արդեն գրեթե բոլորին հասանելի է դառնում, էլի այս ռիպորտից եմ, հա, մեջբերում, ինքը նաև որակի նվազագույն շեմը բարձրացնում է, այսինքն արդեն մարդկանց համար կա ավելի բարձր սպասելիքներ, քանի որ դու AI ես օգտագործում ինչ-որ մի աշխատանք ավտոմատացրել ես, պետք է կարողանաս դրա հաշվին ավելի բարձր որակ տաս, իսկ դա մրցակցությունը արդեն էլի նոր հարթություն է անում, այսինքն ինչքան տեխնոլոգիան գալիս է, այդքան էլ դու պետք է ջանք թափես, որ դրա օգտագործելու հաշվին կարողանաս 10 անհրաժեշտ արդյունք, հա։ Եվ վերջին կետն էլի որ առանձնացրել եմ, կոչվում է հմտությունների ինֆլյացիա։ Ուրեմն, քանի որ լիքը բան արդեն AI-ը անում է, այստեղ նախ կարևոր է, որ դու կարողանաս ճիշտ իր հետ աշխատես, ճիշտ prompt անես եւ երկրորդը soft skill-երն են դուրս գալիս առաջին պլան, օրինակ չգիտեմ, նախկինում hard skill-երն էին, հա, ծրագրավորում, լիքը տարբեր բաներ, հիմա դու պետք է կարողանաս այդ ամբողջ քաոսը դարձնես կառավարելի եւ ենթարկեցնես արդյունք ստեղծելու համար, ինչը որ հենց soft skill-երն են այս դեպքում կարևորվում։ Շարունակելով AI-ի թեման, մենք շարունակենք նաև մեր շարքը, որի ընթացքում փորձում ենք չափել AI մոդելների ֆինանսական բանականությունը։ Նախորդ անգամ մենք վարկերի հետ կապված խնդիր ունեինք, որին պատասխանեցին ChatGPT-ն եւ Gemini-ը, կարող եք դիտել նախորդ էպիզոդը, շատ հետաքրքիր բացահայտում արեցինք։ Հիմա շարունակենք ու
էլի AI-ին առաջարկենք խնդիր, որտեղ ինքը պետք է գործի դնի ֆինանսական բանականությունը, հասկանանք ինչ ֆինանսական կարողությունների է տիրապետում այսօրվա մեր ունեցած մոդելները։ Փորձարկում անելու համար մի հատ խնդիր եմ վերցրել, որը համարյա իրական կյանքից է, այսինքն նմանատիպ խնդիրներով բավականին շատ քննարկումներ եմ ունեցել։ Դիտարկում ենք դեպ, երբ որ մարդը ունի աշխատանք, ունի բավականին լավ աշխատավարձ, ունի խնայողություններ, բայց հոգնել է ռուտինայից, ինչպես ասում են, ու որոշել է իր հանգիստ կյանքը փոխարինել գործարարի անհանգիստ կյանքով։ Հիմա պետք է հաշվարկենք ու նայենք, թե ֆինանսական բանականության տեսակետից այդ որոշումը արդարացված է, թե չէ։ Իհարկե տեղ կան նաև էմոցիոնալ, չգիտեմ, մոտիվացիոն եւ այլ կողմեր, բայց մենք հարցին կնայենք բացառապես ֆինանսական բանականության տեսակետից։ Նախ մի քիչ кейսը քննարկենք մարդկանցով, հետո նոր անցնենք արհեստական բանականությանը։ Ուրեմն պայմանական համարենք, որ գոյություն ունի Արմեն, որը 25 տարեկան է, երկար տարիներ աշխատում է բանկերից մեկում, ունի 400,000 դրամ մաքուր աշխատավարձ, ունի խնայողություն 6 միլիոն դրամ, որը նույն բանկում ձևակերպված է որպես ավանց, տարեկան 12% եկամտաբերությամբ։ Եվ ինքը ավանդից եկամուտը ծախսում է, չի նորից չի ներդնում։ Գնացինք, հիմա ինքը ուզում է բացել բիզնես, ասենք օրինակի համար take away սրճարանի ինչ-որ նման մի բան, ու նախնական ներդրումը 4 միլիոն 800,000 դրամ է պետք, ինքը հիշեցնենք 6 միլիոն ուներ։ Կանխատեսվում է, որ ամսական վաճառքը կլինի 1,600,000 դրամի եւ առաջին տարվա ընթացքում։ Այո, եւ ծախսերը այդ 1,600,000-ից 1,280,000 դրամ ծախս ունի, ընդ որում բերեք համարենք, որ այդ ծախսերն է եկամտի աճին համամասնորեն կավելանան, որ հեշտ լինի խնդիրը։ Ու բացի դրանից կա շրջանառության հարկ, որը միջինացված իր դեպքում ամբողջ շրջանառության 6%-ի չափ է կազմում։ Արմենը նաև կանխատեսում է, որ յուրաքանչյուր 12 ամիսը մեկ իր եկամուտը 50%-ով կավելանա, իսկ հաճախորդների քանակը կավելանա եւ համամասնորեն կավելանա նաև իր եկամուտը 50%-ով։ Բայց ինչպես ասել ենք, ծախսերը եւս համամասնորեն կավելանան։ Հիմա առաջարկում ենք հաշվարկել, թե Արմենին առաջիկա 3 տարվա կտրվածքով մնալ բանկում նույն աշխատավարձով աշխատելն ավելի շահավետ, ինքը 3 տարի հետո ավելի հարուստ կլինի իր կապիտալով, թե այս պայմաններով բացել սրճարանը։ Հիմա նույն խնդիրը տալիս ենք ChatGPT-ին եւ Gemini-ին, տեսնենք ով է առաջատար։ Արի ասենք, թե ինչպես է պետք լուծել այս խնդիրը եւ տեսնենք արդյոք Gemini եւ ChatGPT-ին գնում են այդ ճանապարհով թե չէ։ Նախ պետք է հաշվենք բանկի աշխատանքի դեպքում Արմենի եկամուտը տարեկան։ Ինչ պետք է անենք։ Նախ տարեկան աշխատավարձը հաշվենք, այսինքն ամսական աշխատավարձը բազմապատկենք 12-ով, որը ստացվում է 4,800,000 դրամ եւ գումարենք ավանդից 12% եկամտաբերությամբ եկամուտը, որը տարեկան կկազմի 720,000 դրամ։ Արդյունքում կստացվի մի տարվա ընթացքում Արմենը կարա այդ դեպքում աշխատի 5,520,000 դրամ, այսինքն այդքան եկամուտ ունենա եւ 3 տարում 16,560,000 դրամ։ Այստեղ իրականում եկամտահարկ պետք է տա ավանդի եկամտից, որը Gemini-ը չի հաշվել, ChatGPT-ին հաշվել է։ Սա ստուգենք։ Չէ։ Չենք գրել, բայց պայծե պետք է ֆայմեր հաշվեր։ Այո։ Լավ։ Այսինքն 720,000 դրամից պետք է 72,000 դրամը բանկը պահում աներ, որպես հարկային գործակալ, ու այդ Արմենի հաշվին ավելի պակաս գումար կլիներ։ Հա, բայց 3 տարվա արդյունքում այդ կազմելու է մոտ 200,000 դրամ, վերջնական հաշվարկին այսը տեսնենք կազդի թե չէ։ Հիմա նայենք, հիմա բիզնեսը նայենք։ Մի րոպե, բայց նայենք, թե GPT-ն ինչ է արել։ Ինքը հաշվել է 4.8-ը, 3 տարվա ընթացքում ստացել է 14, ավանդից 12%-ը հաշվել է, ընդ որում, քանի որ մենք դա չենք գրել, օրինակ GPT-ն տոկոսի վրա նորից տոկոս հաշվարկել է, այսինքն համարել է, որ տոկոսային եկամուտը Արմենը նորից դնում է բանկ,
ու դրա վրա էլ է տոկոս լինում, հետևաբար 720, 806 ու հետո 903,000 դրամը հաշվի եկամուտը եւ այսպես տոկոսային եկամուտը ստացել է 2,429,000, ինչը իրականում, քանի որ մենք չենք հստակեցրել, երևի ճիշտ է արել, որ հաշվել է։ Անցնենք բիզնեսին։ Վաճառք, ծախս, հարկը ստացել է 96,000 դրամ, մաքուր շահույթը ստացել է 224,000, միած ստուգ ենք, նայենք։ Նույնը ստացել է նաև Gemini-ը։ Իսկ ինչ է ասում մեր հաշվարկը։ Մենք էլ ենք ստացել 224,000։ Առաջին տարվա ամսական, ու 12,2,680,000, հետո աճի հաշվարկ 50%-ով հաշվել է եւ ստացել է երկրորդ տարին 4,32,000 ու հաջորդը 6,48,000 մենք ստացել ենք 6,48,000 ճիշտ է։ Հիմա այստեղ մի հատ պահ կա, որ ավանդի մնացորդը GBT-ն հասկացել է, որ կարող ենք դնենք եւ Gemini-ն էլ է հասկացել, որ կարող ենք դնել։ Բայց ինքը նորից կապիտալացրած լոգիկայով է հաշվի, այսինքն որ տոկոսից ստացած եկամուտը կարող ենք ստանանք եւ ստացել է ընդամենը 13,254,000 դրամ, հետեւաբար բանկում աշխատել ավանդով համարում է, որ դու կարաս ունենաս 16,299,568 դրամ եւ սրճարանը 13,254,000 Արդյունքում բանկում աշխատելով 3 տարվա մեջ 3,600,000 դրամ ավելի մեծ եկամուտ կարող ենք ունենալ։ Gemini-ը գրեթե ամբողջը նույն կերպ հաշվարկել է, միայն հաշվի չի առել, որ ավանդից ստացվող եկամուտը կարելի է էլի ներդնել ու ստանալ լրացուցիչ եկամուտ։ Մնացած ամբողջը նույն կերպ ճիշտ հաշվարկել։ Քանի որ մենք այդ բանը շատ հստակ չենք գրել, GBT-ն որոշել է, որ այդ դնում ենք, Gemini-ն որոշել է, որ չենք դնում, բայց երկուսն էլ թերացել են նրանով, որ այդ կտորի հետ կապված հարկային մասը չեն խորացել, որ դա օրինակ որ երկրում է, հարկվում է, չի հարկվում եւ այլն։ Միգուցե որ գրենք դա Հայաստանի Հանրապետությունում, չնայած դրամով են գրել աշխատավարձը, դժվար թե ուրիշ երկիր լինի, որտեղ դրամով են աշխատավարձ տանում։ Այնուամենայնիվ կարող ենք ասենք, որ 10-ից 9 երկուսն է, չնայած որ երկուսն է տարբեր արդյունք են ստացել, բայց 10-ից 9, քանի որ մի պայմանը հստակ չէր։ Եվ ըստեղ լրացուցիչ դիտարկում ունի Gemini-ը, քանի որ մենք նաև նշել ենք, որ ինքը ամսական 250,000 դրամի ծախս ունի Արմենը, կենցաղային ծախսեր, ասում է կարևոր դիտարկում առաջին տարվա ընթացքում, եթե բիզնես դնի Արմենը, նույնիսկ իր ամսական ծախսը չի կարողանալու ծածկել, ինչը նշանակում է, որ ստիպված կլինի օգտագործել մնացած խնայողությունները ապրելու համար։ Մենք այդ դիտարկումը մեր մոտ հաշվարկելիս ոնց որ հաշվի առել ենք ու հետաքրքիր է որ GBT-ն ընդհանրապես այդ ինֆորմացիան անտեսել է, բայց ասում է որ երրորդ տարվա վերջում սրճարանի ամսական շահույթը կկազմի 504,000 դրամ, որը ավելի մեծ է նրա աշխատավարձից։ Այսինքն կարճաժամկետում հաղթում է կայուն աշխատանքը, երկարաժամկետ կարող է հաղթել բիզնեսը։ Եվ Gemini-ը նույնպես դա ասում է, որ եթե բիզնեսը շարունակի աճել նույն տեմպով, 4-րդ կամ 5-րդ տարում այն կգերազանցի բանկի աշխատավարձին, բայց առաջին 3 տարիների համար հաղթում է կայունությունը։ Համարենք, որ այսօրվա խնդիրը երկուսն էլ լուծել են 10-ից 9, ինչը ավելի լավ արդյունք էր, քան նախորդ մեր խնդրում ունեցած GBT-ի արդյունքը, Gemini-ի դեպարագայում ինձ թվում է նույն մակարդակին մնաց։ Վստահ եմ, որ այս кейսը բավականին օգտակար կլինի հատկապես սկսնակ ձեռներեցների համար, ովքեր ունեն իրոք աշխատանք ու որոշում են աշխատանքը լքել ու որոշել ձեռնարկատիրական գործունեություն անել, սա այն մինիմալ հաշվարկն է, որ յուրաքանչյուրը պետք է անի միջև նմանատիպ որոշում կայացնել եւ բացի դրանից պետք է հասկանա, որ տարեկան 50% աճը սկսնակ բիզնեսի համար բավականին դժվար հասանելի է եւ պետք է ավելի իրատեսական մոդելավորի ու ունենա մի քանի սցենար, օրինակի համար բիզնեսը չի աճում, աճում է 10%-ով 20, 30, 50, 100, եւ հասկանա թե յուրաքանչյուր սցենարի դեպքում ունեցած դեֆիցիտը ինչի հաշվին է կարողանալու փակել։ Աշխատանք բանկում թե սեփական բիզնես։ Այս եւ նմանատիպ այլ որոշումների համար ձեզ պետք է գալու ֆինանսական բանականություն
ու նույնիսկ AI-ը ոչ միշտ կարող է օգնել ձեզ այդ հարցում։ Դրա համար հետևեք մեր ոդկասթին, գրեք ձեր հարցերը, միասին քննարկենք, փորձենք գտնել ֆինանսական բանականություն։ Կհանդիպենք։